Բարի երեկո, հարցազրույցն է 5-րդ ալիքի եթերում այսօր զրուցելու եմ Հայաստան խմբակցության պատգամավոր Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Գառնիկ Դանիելյանի հետ։ Պարոն Դանիելյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Դուք երեկ էջմիածնում էիք գործողությունների կենտրոնում, երեկ Վաղարշապատ համայնքի ավականու հաղթանակ խմբակցության ավականու տեխնացուներից ոմանց այդ դաշինքի անդամների բերման են ենթարկել եւ այսօր արդեն պարզ է, որ 6 հոգու տվել են տնային կալանք, մեկին ազատ են արձակել եւ ինչպես ասել է հաղթանակ խմբակցության ղեկավարը Սևակ Խաչատրյանը, բնորոշել է սա որպես քաղաքական հետապնդում։ Ինչ էր կատարվում Վաղարշապատում, ինչու էին հաղթանակ ընդդիմադիր խմբակցության անդամներին բերման ենթարկում։ Ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել հրավերի համար։ Սկսենք նրանից, որ ինչ է կատարվել նախքան ընտրությունները, որովհետև շատ կարևոր է հասկանալու համար, թե իշխող ուժը ինչ գործիքակազմեր է կիրառել իշխանության հասնելու համար։ Խոշորացված համայնքը միացվել է Վաղարշապատ համայնքին, ակնկալելով, որ նման ձևով կարող է յուղաբնակ հատվածի ընտրողներին որոշակի ազդեցության առումով նաև ուղղորդել բերել ընտրությունների։ Մենք գիտենք այդ նախընտրական process-ների ժամանակ ինչեր կատարվեց, իրենց լիազորությունների ակնհայտ չարաշահում, պաստառներից սկսած, որ պաստառները նախորոք փակցրել էին, նույն վարչական ռեսուրսի չարաշահման ընտրություններից առաջ սեղաններ էին գցում, տարբեր ծրագրեր էին անում, օգնության տարբեր բաներ էին անում։ Իբրև թե բարեգործական ծրագրեր, որ պարզները հետո այո, նաև ուզում հիշեցնել ձեզ, որ այդ ընթացքում նաև տեսանյութեր հրապարակվեցին, թե իրենց աջակիցը կամ կուսակցության անդամը, չգիտեմ, որը որ դպրոցի տնօրեն էր, ցուցակներ էր գրել եւ այնտեղ տարբեր գումարների մասին էր խոսքը, բայց այդ գործը կարծեք թե որևէ մի տրամաբանական ուրեմն հանգուցալուծում չստացավ, այո։ Եվ արդեն հասավ բուն ընտրական process-ը արդեն ես նշեցի, որ խախտումներ է եղել, աղաղակող խախտումներ է եղել, բուն ընտրական process-ների ժամանակ այդ ամբողջ ընտրական գործընթացի ժամանակ եւ հենց բուն ընտրության օրը ԿՊ ամբողջ ռեսուրսը եւ ամբողջ իր գործիքակազմը կիրառել է, որպեսզի իշխանության հասնի Էջմիածին խոշորացված համայնքում։ Վարչական ռեսուրսի չարաշահում ու ակնհայտ ուղղորդումներ, մարդկանց աշխատանքից ազատել, տարբեր սոցիալական ծրագրերի անվան տակ մարդկանց, այսպես ասած, փողեր են բաժանվել եւ այլ էլի աղաղակող ընտրախախտումներ եւ բուն ընտրության օրը արդեն քաղաքացիական պայմանագիր կուսակցության տարբեր չինովնիկներ, տարբեր պաշտոնյաներ, նախարարներ, փոխնախարարներ, մարզպետներ, ամբողջ իրենց ներուժը եւ ռեսուրսը օգտագործում են հենց ընտրատեղամասերի մոտ։ Ես տեսել եմ այդ նախարարներին, որոնք որ եւ ուղղորդում էին այդ ընտրությունները եւ նաեւ իրենք շատ լավ տիրապետում էին իրավիճակին, որտեղ ով պիտի գա, ով պիտի գնա, չգիտեմ, պետական ռեսուրսի լի չարաշահմամբ։ Հիմա այդ ամեն ինչից հետո անցել է մի քանի ամիս, որոշել են իբր, այսպես ասած, շինծու կեղծ մեղադրանքներ ներկայացնել արդեն երկրորդ ուժին, բայց կրկնում եմ, անհավասար պայմանների մեջ է եղել։ Եվ խոշորագույն ընդդիմադիր ուժին։ Եվ ամենախոշոր, ամենամեծ քվեները ստացած ուժին, արդեն մի քանի ամիս անցել է, արխիվում ընտրություններ են եւ սա բնականաբար առաջացնում է իշխող ուժի վրթովմունքը եւ տեսնելով, որ ընտրությունները մոտենում են եւ կամանց, այսպես ասած, process-ները թափ են առնում եւ այս ընտրությունների պարագայում իրենք որևէ մի շանս չունեն, այս շինծու մեղադրանքներն են ներկայացում։ Եվ ինչ է մեղադրանքի բովանդակությունը։ Հիմա անդրադառնանք այդ բովանդակությունը։ Ինչ են իրենք ասում։ Ասում են, որ այդ մարդիկ, որոնք որ վստահված անձիկ են եղել, որոնք ներգրաված են եղել ընտրական process-ներին կամ հասարակ ընտրողներ են եղել, process-ներին անգամ ներգրաված չեն եղել, ասում են դուք կոչ եք արել։ Բա ընտրությունները առանց կոչի է լինում։ Բայց եթե մի քաղաքական միավոր գնում է ընտրությունների, ինչ պիտի ասի։ Չպետք է ասի, որ ընտրեք մեզ, իր քարոզչությունը տանի, իր բարեկամներին, ծանոթներին, հարևաններին, ընկերներին, հարազատներին, այլ մարդկանց հորդորելու, որպեսզի քվեն տան իրեն։ Այլ կերպ ընտրությունը լինում է
Մի հանգամանքի վրա եմ ուզում ուշադրությունը դարձնել։ Ոչ վարչական ռեսուրս է օգտագործվել, դե բնականաբար ընդդիմադիր ուժի ինչ վարչական ռեսուրս պիտի օգտագործել։ Մեկ, այսպես ասած, գումարով ուղղորդման դեպք չի արձանագրվել, չկա նման բան։ Ընդամենը մարդկանց հորդորը, կոչը եւ նաեւ ընտրական process-ների ժամանակ բնականաբար նաեւ այդ ամեն ինչը լինում է։ Ես այլ կերպ չեմ պատկերացնում ընտրությունները։ Այսինքն ինչ, ընդդիմադիր ուժը պետք է քարոզարշավի դուրս գար եւ ինչ արի, ԿՊ քարոզը տաներ, ասել մեզ մի ընտրեք։ Կամ ընդհանրապես հրաժարվել քարոզչապայքներից, որպեսզի հետագայում ծիծաղելի է դա անգամ, չգիտեմ, էլի որևէ մի, այսպես ասած, բովանդակություն չկա, անբովանդակ մեղադրանքներ են եւ այս առումով կրկնում եմ, հիմքում որևէ բան չկա։ Իբր ձայնագրություններ են հրապարակվել, նաեւ գիտենք մենք իրենց ձայնագրության նաեւ տխրահարչակ օրինակները նաեւ Բագրատ Սրբազանի եւ 17 ահթարների պարագայում ինչպես կարան մոնտաժեն կեղծեն, բայց անգամ այդ ձայնագրություններն էլ որոնց իսկությունը դեռ հայտնի չի, որևէ մի հանցակազմ իր մեջ չի պարունակում եւ նպատակը մեկն է, որպեսզի ամենամեծ ընդդիմադիր ուժին փորձել ընտրություններից առաջ բռնաճնշումներով վախի մթնոլորտ ստեղծելով մարդկանց մոտ ընտրությունների նկատմամբ, այսպես ասած, հետաքրքրությունները ջարդել կոտրել, որպեսզի համախոհները, աջակիցների մոտ այդ վախի մթնոլորտը լինի եւ ընտրություններից առաջ իրենք փորձեն նաեւ այսպես ասած այդ ձևով կանխել իրենց մարդկանց մասնակցությունը նաեւ ընտրություններին, ճիշտ եմ հասկանում։ Իհարկե, դա նաեւ ազդում է մարդկանց մասնակցության վրա, բնականաբար այդ վախի մթնոլորտը ազդում է մարդկանց ընտրատեղամասեր գնալու, ընտրական process-երին մասնակցելու, վստահված անձ լինելու, նույն հանձնաժողովներում հանձնաժողովի անդամ լինելու, ընդհանրապես քարոզչությանը մասնակից լինելու, մարդիկ կան, որոնք որ մասնակցում են, չէ՞, նաև քարոզչությանը, տվյալ ուժի քարոզչական թիմի մեջ են ներգրավում եւ նաև իրենց ծրագրերը, իրենց նպատակները փորձում են այդ ձևով ուրեմն իրականացնել։ Պարոն Դանիելյան, հրապարակ օրաթերթը գրել էր, որ այս ձերբակալությունների ճակերտավոր մեջբերում եմ իրենց բնորոշումը Քավորը Արգիշտի Մեխակյանն է եւ ինքն է իր ուրեմն քաղաքական ուժի վերադասին համոզել, սկսել, պետք է դիմադիրներին կոտրել, ջարդել, լռեցնել հիմա եւ ասում են, որ նույնիսկ վաղ շաբաթ համայնքում գրված էր այդ տեղեկատվությամբ, նա բոլոր ընդդիմադիրների հետևից է ընկել, որևէ պաշտոց դբաղեցնողից մինչև ընդհուպ պահակ։ Այս մասով ինչ կարող եք ասել, ինչ իրավիճակ է դիրում։ Ընտրություններից առաջ էլ, ընտրություններից հետո էլ այն մարդիկ, որոնք որ կամ այլ հայացքներ կունենային, կամ այլ ուժի են ընտրել, ես գիտեմ, որ բավականին լուրջ խնդիրներ են ունեցել, աշխատանքից ազատվել են եւ ընտրություններից առաջ եւ ընտրությունից հետո։ Ես գիտեմ, որ կոնկրետ իրենց նպատակը նաեւ վախի մթնոլորտ ստեղծելն է, ես դրա մասին քիչ առաջ ասեցի, եւ չէ բացառվում, որ դա եւ իր նախաձեռնությունը լի, եւ չէ բացառվում, որ ԿՊ-ն ինքը առհասարակ շատ մեծ ցանկությունը ունի, այնպես չի, որ իրենք ցանկություն չունեն եւ այդ բռնաճնշումները կոնկրետ մեկ համայնքում են կիրառում։ Մենք գիտենք, որ Գյումրիում կա նման օրինակ, մենք գիտենք Մասիսում կա նման օրինակ, մենք գիտենք այլ ընտրությունների ժամանակ, երբ որ ընդդիմադիր տեխնացուները հաղթանակ են տանում, այդ հաղթանակները հաղթանակած մարդիկ հայտնվում են քրեակատարողական հիմնարկներում եւ կոնկրետ այդ պաշտոնը ուզուրպացվում է, խլվում է կարմիր բերետավորների միջոցով եւ այլ Վանաձորում կա նման օրինակ, Ալավերդիում կա նման օրինակ, այլ համայնքներում կա նման օրինակ, այսինքն իրենք չեն կարողանում մարսել միտեղ, որտեղ պարտվում են եւ չեն կարողանում մարսել միտեղ, որտեղ որ իրենք ԿՎ ստանում են, այսինքն Պյուրհոսյան հաղթանակ են տանում եւ իրենք լավ գիտեն, որ վաղը մյուս օր այս ամեն ինչը փոխվելու է։ Անկամ այդ գործիքակազմերը, որ կիրառում են, այս ընտրությունների պարագայում շատ հարցեր կան, որ նոր դերակատարներ են հայտնվելու, նոր մարդիկ են հայտնվելու եւ հին ուժերին, որոնք ավանդական ուժեր են, այդ մարդկանց էլ նաև խանգարելու միտում ունեն այդ ամեն ինչը։ Պարոն Դանիելյան, դուք ասում եք վախի մթնոլորտ են տարածում, վախի գործոնը, ինչպես երևում է, բավականին լավ աշխատում է։ Հիմա երաշխիքը ո՞րն է, որ ընտրություններին ընդառաջ ընդդիմությունը կկարողանա հնարավորինս արդյունավետ գործել կամ ինչպես պետք է հակազդի, որ այս վախի մթնոլորտը իշխանության համար չտա ցանկալի արդյունքը։ Իմ գնահատականը հետևյալն է։
այս ընթացքում բոլոր են մարդիկ, որոնք ռեպրեսիաների են ենթարկվել, որոնք որ անազատության մեջ են հայտնվել, որոնց տարբեր խնդիրների առաջ են կանգնեցրել, մեծամասամբ այդ մարդիկ այնպիսի նախանձելի կամք, վճռականություն են դրսևորել, որ շատ հատուկ են բացառությամբ կարող ենք ասել, բացառություններ կարող են լինել եւ դրանք կան, բայց դրանք այնքան աննշան են, որ ես երեք իմ գործընկերների հետ այցելել եմ նաև ձերբակալվածների պահման վայր եւ այդ մարդի ես հիացել եմ այդ մարդկանցից ասում են ինչքան էլ մեր վրա ճնշում գործադրեն մեկա չեն կարող ազդել իմ քվեարկության վրա ես ընտրել եմ Հայաստան դաշինքին ես ընտրելու եմ Հայաստան դաշինքին ես ընտրել եմ Սևակ Խաչատրյանին եւ այդ ուժին ես ընտրելու եմ այդ ուժին ինչքան էլ որ փորձեն ին վրա բռնաճնշումներ գործադրեն հակառակ ասում են ել ավելի եմ ավելացնելու իմ օրինակ այդ ուժին աջակցելու եւ նաեւ այդ ուժին սատարելու գործընթացը եւ այս առումով հենց այդ մարդկանց վրա էլ հիմնվում է այդ մարդիկ այս ազգի իմունիտետն են բոլոր են մարդիկ որոնք հիմա անազատության մեջ են շատ պատվով են տանում այդ ամեն ինչը եւ ուզում եմ այդ մարդկանց իմ խոնարհումը, իմ շնորհակալությունը, իմ գնահատականն ալ, նաև իրենց ընտանիքները, այս ամեն փորձությունների միջով անցնելով, այդ ընտանիքներն շատ արժանապատիվ կեցվածք են դրսևորում։ Ես ուզում եմ նաև առիթից օգտվելով նաև ողջույնի խոսքը, զորակցության խոսքը հայտնել անազատության մեջ գտնվող բոլոր մեր ընկերներին, քաղաքական գործիչներին, ազգային ժողովի падգամավոր Պարզապես ազգակիցներին, Արտուր Սարգսյանին, սրբազաններին, ուրեմն ընտրված քաղաքապետներին, այսինքն այդ մարդկանց ընտանիքները մտնելով չեն կարողացել մի փոքր ինչ անգամ ճակ առաջացնել եւ ամենակարևոր մի հանգամանքն էլ այն է որ մարդիկ լավ գիտակցում են որ դրա այլընտրանքը եթե Աստված մի արած իշխանությունները վերարտադրվեն, դա թրքացումն է, դա ադրբեջանցիների ստեղ բնակեցումն է, դա եկեղեցու ավիրումն ու քանդումն է, գիտեք որ արշավ կա շատ մեծ եկեղեցու դեմ պատերազմ են բնորոշում։ Այո, եւ ինչի հետ էս փոխում էլի, այսինքն այլընտրանքը ո՞րն է, այլընտրանքը դա հարմարվելն է, այլընտրանքը դա կոտրվելն է եւ նաեւ հետևանքները պատկերացնելով իհարկե այդ մարդիկ կոտրվող տեսակ չեն եւ ես այս առումով ուզում եմ ասել, որ այս ամեն ինչ անցնելու է։ Հաստատ եմ ասում, ամեն ինչ անցնելու է։ Եվ այն մարդիկ, որոնք որ փորձեն գործեր կարել, կեղծել, մարդկանց հետապնդել հանիրավի, այդ մարդիկ մի օր պատասխանատվության են արժանանալու օրենքի ամբողջ տարին եւ ոգուն համապատասխան։ Պարոն Դանիելյան, ի՞նչն է ստիպում նույն Եվրամիության բնորոշմամբ նաեւ ԿՊ-ի պաշտոնյաները, քաղաքական գործիչները անընդհատ հայտարարում են, այո, ամեն անպատեհ առիթի, որ իրենք ժողովրդավար են, Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է եւ ի վերջո Թավշյա, խաղաղ, սիրո վրա հիմնված հեղափոխությամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանին դիմել կտրուկ միջոցների։ Միգուցե ընդդիմությունը իսկապես ինչ որ երրորդ ուժերի շահերն է առաջ տանում մեր երկրում։ Ինչ է կատարվում, ինչն է ստիպել ժողովրդավար ռուսյան բաստիոնի ղեկավարին գնալ այս կտրուկ քայլերին։ Դա հիմարություն է, ազգային ուժերը սպասարկում են միմիային եւ բացառապես հայ ժողովրդի անժամանցելի եւ անօտարելի շահերը։ Ազգային ուժերը սպասարկում են մեկ պետության շահ, դա Հայաստանի պետության շահն է։ Այլ պետությունների շահերը ոչ սպասարկել են, ոչ պատրաստվում են սպասարկել։ Եթե մի ուժ կա, որ սպասարկում է օտար շահ, դա իշխող ուժն է, որը բացահայտորեն աջակցում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը։ Խաղաղության է գնում, պարոն Դե խաղաղությունը դա չի նշանակում, որ պետությունը պետք է կազմաքանդես, կներեք բարիս համար դարձնես Հայաստանը պրախադնոյ դվոր կամ հարմարեցնես ադրբեջանական ընկալումներին։ Այո, եւ այս կտրվածքով մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի աճող քարոզչությունը եւ այս ընթացքում իր նարատիվները, իր խոսույթը եւ ամբողջությամբ իրենց ասած այդ տրամաբանությունների շրջանակներով էլ առաջնորդվում է հենց իշխող ուժը։ Եվ այս առումով իրենք փորձում են նաև մոլորության մեջ գցել նաև միջազգային հանրությանը տարբեր պիտակավորումներ փակցնելով։ Իդեպ յուրաքանչյուրի նկատմամբ դա կլինի եկեղեցի, դա կլինի կուսակցություններ, դա կլինի գործիչներ, կլինի անհատներ, այն մարդիկ, որոնք որ դեմ են ԿՊ-ի վարած քաղաքականությունը, կամ համարվում են օտար երկրյա ագենտ, կամ թալանչի, կամ ես ինչ ու տենց պիտակավորումները շարունակվում է։ Բայց մենք մի հատ պիտի վերլուծենք, հասկանանք, լավ, բա այս
իշխող ուժը ինչի համար է դա անում։ Մի բարձ բանի համար է անում դա, որպեսզի դրսում ցույց տա, որ փակեք ձեր աչքերը մեր ապօրինությունների վրա, մենք ստեղ ինչ ուզենք անենք, սպասարկենք այլոց շահերը, բայց դուք էլ աչք փակեք այս ամեն ինչի վրա, որովհետև աղաղակող խախտումներ կա, որոնց մասին մենք էլ ենք մեր միջազգային գործընկերներին ասում, եւ իրենք էլ արգումենտ չունեն մեզ հակադարձելու, ասում շատ դեպքերում համաձայնվում են այդ ամեն ինչի հետ։ Նույն Վենսը որոշակի տերմինների փոփոխությամբ չէ, անդրադառնալով քաղբան։ Այո, նույնը նաև այդ պարագայում է, այսինքն նույնիսկ ցեղասպանության համալիր է այցելում, հետո գրառումը փոփոխում է բովանդակությունը։ Այո, նույնն այդ ամեն ինչը նույն ուրեմն ծիրի մեջ է եւ մենք ընդհանրապես մի բան ենք ուզում ասել մեր ժողովրդին։ Հնարավորությունը կա այս իշխանություններին ընտրությունների միջոցով հեռացնելու եւ հենց իրենց ջղաձգումները հենց դրան են միտված, որ մարդկանց մոտ այդ հիասթափությունը, այդ ապաթիան առաջացնեն, խորացնեն ավելի, որպեսզի մասնակցությունը քիչ լինի, ներգրավողները քիչ լինեն։ Նիկոլ Փաշինյանի խոսքը լսելիս կամ իր կուսակիցների տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի Հանրապետության բնակչության 99.9%-ը համաձայն է իրենց քաղաքականությանը։ Պատճառը որն է, որ այսպես ժողովրդական լեզվով ասած խառնվել են իրար։ Նման բան գոյություն չունի, իրենք շատ լավ տիրապետում են սոցիոլոգիական հարցումներին։ Դրա համար դա նաև իր սեղանին են դրվել այդ սոցիոլոգիական հարցումները եւ այդ սոցիոլոգիական հարցումներն էլ ես անցած անգամ ասի մեկ անգամ եւս կրկնեմ։ Այդ սոցիոլոգիական հարցումները հիստերիա են առաջացել իշխող ուժի ներկայացուցիչների մոտ։ Իրենք լավ հասկանում են, որ ճիշտ է, ունեն քվե, բայց այդ քվեն որևէ մի կապ չունի մեծամասնություն կազմելու հետ։ Դրանով է պայմանավորված այս Այո, գործողությունը։ եւ մի հաջորդ հանգամանքը դա նա է, որ իրենք իրենց սատելիտ ուժերի հետ անգամ, եթե որոշակի գիտենք սատելիտ իրենց ուժեր կան, որոնք որ մտածում են, որ իրենք էլ ոնց որ Երևան քաղաքի օրինակով, այսպես ասած, վերջում սկզբից ընդդիմադիր դիրքավորում ունեցան, հետո պարզվեց, որ ԿՊԱ-կանից ավելի ԿՊԱ-ական են, իրենք էլ չունեն այդ տոկոսը, անգամ անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորությունը չունեն, եւ իրենք մնացել են մենակ, եւ հասկանալով, որ խոշոր բևեռներ են ստեղծում, որ ռեալ հավակնում են իշխանության, իրենք գնում են հենց այդ քայլերին, հենց նպատակը հենց դա է, ուրիշ բան, այստեղ գոյություն չունի, չկա, իրականում եմ ասում, ես ոչ թե նրա համար, որ ընդդիմադիր քաղաքական գործիչ եմ, նախընտրական տարի է, այո, ընտրություններն են առջևում։ Այո, ես ուզում եմ նաև մի հանգամանքի վրա ուշադրություն դարձնել։ Իրենց նպատակը նաև այն է, որ ինչքան քիչ մասնակցության տոկոս լինի, այնքան կարող են իրենց ընտրազանգվածը, վարչական ռեսուրսը, չգիտեմ, այդ ամեն ինչը որ պլանավորել են, փորձեն այդ միջոցով անել։ Որտեղ գործող սահմանադրությունը դա իրենց այդ հնարավորությունը տալիս է, այո։ 10% ունեն, 15% ունեն, ես չգիտեմ, մոտավորապես այդ սահմաններում թե 20% քվե ունեն, տարբեր կերպ են մեկնաբանում, փորձել մնացածի մոտ ապաթիա առաջացնել, իրենց ընտրազանգվածը կենտրոնացնել եւ տանել ընտրատեղամասեր։ Եվ մասնակցությունը քիչ լինի, բայց իրենց աջակիցներով եւ իրենց վարչական ռեսուրսներով մասնակից լինի։ Պարոն Դանիելյան, անդրադառնանք Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին, որի ժամանակ եկեղեցուն անդրադառնալուց այսպիսի մի ինձ համար, որպես հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդի, անընդունելի եւ մերժելի համեմատություն արեց։ Նա համեմատեց հայ առաքելական Սուրբ եկեղեցին ծայրահեղ իսլամիստական ահաբեկչական խմբավորումների հետ եւ այսպիսի հարցադրում արեց, որ եկեղեցիներում 2020 թվականից հետո պատարակների ժամանակ ռադիկալ քաղաքական քարոզներ են գնում եւ որքան պետք է իրենք թույլ տան այդ ծայրահեղականությունը շարունակվի, արդյոք պետք է թույլ տան շարունակվի այնքան, որ գնդակահարությունների մասին խոսակցությունները դառնան գնդակահարություններ եւ հետո հանրությունը իրենց մեղադրելու է, բա ուր էր նայում պետությունը, ուր էր նայում ԱԱԾ-ն։ Ինչի մասին է այս հայտարարությունը, սա որոշակի գործողություններից առաջ տրվող ազդակներ էին,
թե հերթական հայտարարություն է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Դա էլ ադրբեջանական օրակարգ է, հիմա ես կասեմ ինչի համար ադրբեջանական։ Իդեպ Փաշազադեներ վեհապարին ռադիկալ ահաբեկիչայով անվանել։ Առաջին ծիծեռնակները Փաշիզադե, Ալիև, իրենց տարբեր իշխող ուժի ներկայացուցիչներ են դրա անոնսը արել եւ այնուհետեւ շարունակվել է արդեն պարզ էր որ պետք է արդեն այս դաշտը այդ էստաֆետային փայտը վերցնի եւ առաջ տանի եւ հիմա ինչա տեղի ունենում ինչա կատարվում եթե դուք հիշում եք այսպես ասած հայ-ադրբեջանական հաշտության մեջ կար հետեւյալ օրակարգը այսպես ասած ռևանշիստների հետ կապված այսինքն Դե վեհապարին նաեւ ռևանշիստ է համարում Փաշազադը այո դա պիտի հիշեցնենք մեր հայրենակիցներին թե ովքեր են համարում այդ զուգահեռները որ մենք տանում ենք իդեպ նաև դրանք այսպես օրերի տարբերությամբ են էլի ասենք շատ արագ նա գրառումը կատարել է անմիջապես հետո նաև այդ զուգահեռները կար նաև համացանցում ստեղ է Նիկոլ Փաշինյանը սկսել այդ ամեն ինչ հիմա ինչ են դրանով ուզում անել եւ ինչա դրա իմաստը դա բնականաբար ապուշություն է հիմարություն է այդ թեզը դրան համրությունը այլ վիրավորանք ուղղված բոլոր հավատացյալներին այո դա վիրավորանք է դա անարգանք է եւ սրա նպատակը հետագայում իրենց վերարտադրության դեպքում քրեական գործեր հարուցեն այսպես կոչված ռևանշիզմի հոդվածով այսինքն պատարակում հնչում է Արցախ աշխարհի անունը չէ՞ մեր պատարակներում հնչում է չէ՞ որ մենք գնում ենք պատարակի խոսում է Արցախ աշխարհի մասին հիմա դա համարվում է ռևանշիզմ, ծայրահեղ իսլամ եւ այլն մեկ մյուս Խորհրդային միության տարիներին չէին պատժում օրինակ այդ ազգային հիշողությունը կամ դիմագիծը բայց հիմա մենք խորհրդային միության կազմում չենք դե ստացվել է այնպես որ Նիկոլ Փաշինյանը արդեն գնում է այդ ճանապարհով վաղը մյուսօր արդեն երաժիշտը որ ասենք երկի Վան, Կարս, Արցախ կարող է արդեն քրեական դիտարկել որպես նվաճողական դրսևորումներ Թուրքիայի դա ռևանշիզմ ասենք որ համարես Արցախը քո հայրենիք դա կարող է քրեորեն պատժելի արարք համարվի բա այդ նպատակների մեջ նաև այս գործը օրինակ սրբազան պայքարի գործը որ կա ինչի մասին է ոչնչի մասին է ոչնչի մարդիկ իրենց բողոքի ձայնը բարձրացրել են եւ այդ ստեղծված իրավիճակում լռել անհնարին էր եւ մարդկանց վրա կարում են ահաբեկիչի գործը Պարոն Դանիելյանի դեպ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաեւ Բագրատ Սրբազանին եւ նշեց որ այդ շարժումը մարեց որովհետեւ հասարակության կողմից աջակցություն չստացավ նաեւ կարելի էր զգալ որ վիրավորված է հրաժարականի մասին հայրական հորդորներից որ վեհապար հայրապետը հնչեցրեց այո ինչ է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բավականին ցավեցրել է Փաշինյանին Իհարկե եւ ցավեցրել է եւ այդ շարժումը շատ կարևոր նշանակություն է ունեցել եւ նաեւ իրեն վախեցրել է հետեւյալ մի իրավիճակը որ շարժման ընթացքում տեղի ունեցավ ես ուզում եմ նաեւ հիշեցնել այդ օրերին ինչ էր տեղի ունենում քաղաքական դաշտը գրեթե առանց բացառության կոնսոլիդացիա էր տեղի ունեցել արևմտամետ են չգիտեմ ռուսամետ են չգիտեմ հյուսիսի ավելի ինտեգրման կողմնակից են հարավի եւ այլ այդ բոլոր ուժերի ասենք մեկտեղում տեղի ունեցավ հասարակության համախմբում տեղի ունեցավ եւ այդ տասնյակ հազարավոր մարդիկ որ փողոց էին դուրս եկել շատ կարևոր ազդանշան տվեցին Նիկոլ Փաշինյանին որ մենք այլևս հաս չենք այդ իրականության հետ եւ անկախ մեր տարաձայնությունների, անկախ գաղափարական բախումներից, որ տեղի են ունեցել, անգամ նաեւ անձնական վիրավորանքներից, մենք այդ ամեն ինչից բարձր ենք մեծ դասում։ Այսինքն մի պահ միասնության օրակարգ եղավ, այո, միասնության եւ նաեւ շատ կարեւոր այդտեղ մեսեջներ են չես համերաշխության, հաշտության, որ այս մարդը տանել չի կարող։ Իդեպ շատերն են մեղադրում Փաշինյանին, որ պառակտող քաղաքականություն է վարում։ Այո, ինքը այդ արյունը ստանում է, որ ինքը այդ բալիցքերը ստանում է, երբ որ
պարակտում ալնում, երբ որ ատելություն ա լինում, երբ որ անհանդուրժողականություն ա լինում, երբ որ ընտանիքի ներսում հայրը որդու հետ խնդիր ա ունենում, երբ որ ընտանիքները քույր եղբայր տարբեր բարիկադների կողմն են լինում եւ այդ ճշնամանքը գեներացնում է եւ ինքը դրանից սնվում է, այդ ճշնամանքից, ատելության գեներացիայից ինքը սնվում է եւ եթե չլինի դա, այդ բաժանիր որ տիրես քաղաքականությունը ինքը հենց այդ է իրականացնում։ Ես ուզում ձեզ հիշեցնել իր նախկին խոսույթը կապված արցախցիների վերաբերյալ, ինչպիսի նենք արտահայտություն էր անում արցախցիների նկատմամբ, ներազգային ատելություն մտցնելով մեր ազգի մեջ, սև ու սպիտակներ, նախկին ներկաններ, այս տարածաշրջանի, այն տարածաշրջանի ուրեմն ծննդով պայմանավորված մարդկանց, այսինքն հակադրությունների մեջ, ատելության մեջ, վրեժի մեջ, այս պարակտելու մեջ ինքը իրեն անմրցելի, անգերազանցելի է տեսնում, բայց մենք հակառակն ենք ասում ենք մենք որպես մեծ ժողովուրդ, բայց փոքր պետություն, մենք իրավունքը չունենք այդ շռայլությունը մեզ թույլ տալու եղբայրությունը, բարեկամությունը, հարազատությունը, ջերմությունը, հաշտության օրակարգը մենք ասում ենք այլընտրանք չունի եւ այս մարդը խնդիր էր տեսնում դրա մեջ ինքը արդեն հենց այդ պատճառներից մեկն էլ հենց դա է ու հիմա էլ այդ թեզը ինքը շարունակում է անգամ իր կուսակցության ներսում ինքը դա այդ թևերը կան որ դա էլ է իրեն պետք որ այդ հակասությունները բանը լինի որ կարողանա վերահասկելի դարձնի ասենք այդ բախումները այդ միմյանց նկատմամբ այդ ատելությունը եւ այլը եւ սա իր օրակարգի հիմնական մասն է հիմնական առանցքային մասն է դուք տեսեք իր հետագիծը քաղաքական հետագիծը եւ պատկերացում կկազմեք այս մարդու բովանդակության մասին նաեւ շատ կարեւոր է որ Հայաստան Սփյուռք այդ պարակտումը նաեւ մցվեց Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Եվ Սփյուռքի գործիչները հանրային դժգոհում են, որ 30 տարվա ընթացքում այդ մեծ աշխատանքի շնորհիվ կատարված մերձեցումը հանկարծ նորից մեծացավ Սփյուռքն էլ ներսում առաքված է։ Արագած Արարատի հետ է հակադրում։ Այսինքն բոլոր տեղերում, եթե ուշադիր նայես, բոլոր տեղերում, բոլոր բնակավարներում այդ ատելությունն ու այդ հակադրությունը կա։ Եվ մենք դրանով թուլանում ենք, մեր իմունիտետը դրանով թուլանում է։ Պարոն Դանիելյան, ուզում եմ անդրադառնալ նաև մեկ այլ հայտարարության հարցազրույցի ժամանակ հնչած, անդրադառնալով պարգևավճարներին կամ 1 դրամով աշխատավարձով աշխատելու, այո, մեր ձևով հայտնի է առաջարկին, Նիկոլ Փաշինյանը ասում է, օրինակ, եթե դուք հարցնեք այս կոստյումը քեզ որտեղից ես, ինչպես կարող եմ ասել, թե կոստյումը որտեղից եմ ձեռք բերել, չէ՞ որ կաշառակերությունը կամ կոռուպցիան չխթանելու համար պաշտոնյան պետք է ունենա արժանապատիվ աշխատավարձ, այո, որը կբավականացնի կենցաղային եւ անհրաժեշտ ծախսերը իրականացնելու համար։ Այդ ֆոնին միլիոնավոր դրամների ընդհանուր առմամբ 3.5 միլիարդ դրամի պարգևավճարներ, ընդ որում մամուլն էլ գրում է, որ միգուցե դա առաջին կիսամյակի համար է, երկրորդ կիսամյակի համար եւս պարգևավճարներ են նախատեսվում գործընկերներից կողմից տարբեր լրատվամիջոցներում աշխատող նաեւ գործընկերներից կողմից նկարահանված ռեպորտաժներում մենք տեսնում ենք թոշակառուների, ովքեր ստացած թոշակով գնաճի պայմաններում չեն կարողանում բավարարել իրենց տարրական պահանջները։ Այո։ Անդրադառնանք այս խնդրին։ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է, որ թոշակառուն չի կարողանում տարրական կարիքները հոգալ իր ստացած թոշակով եւ այն 10,000 դրամը, որ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ հայ թոշակառուները չեն կարողանա տնօրինել, ինչպես կարող էր ազդել այդ նույն թոշակառուների կյանքի որակի վրա։ Նախ ուզում եմ ասել, որ մամուլում բավականին շատ տեղեկություններ են տարածվել, այդ որ ասում է պիտի հաշվետվող լինեն ինչ գնի, չգիտեմ, կոստյում եւ այլն բանանում, բավականին շատ հրապարակումներ կան դրա հետ կապված, որ պիտի բացատրություններ տան, այդ բացատրությունները մեր հանրությունը չի տեսել։ Եվ ինքը կեղծում է ասելով, որ գիտեք ինչ, մենք պիտի հաշվետվենք։ Իրենք ոչ մի բանում չեն հաշվետու, ոչ մի հարցում չեն հաշվետու։ Անկամ իրենց սեփական ծախսերը չեն հրապարակում։ Մենք
գիտենք հրապարակային մի բան, որ $5,000 կառավարական ամառանոցների վրա գումար է ծախսվում։ Այդ գիտենք արդեն։ Ինչ վերաբերվում է թոշակառուներին, մենք գիտենք, որ թոշակառուն ծայրահեղ ծանր վիճակի մեջ է։ Այն որ 10,000 դրամը տանք, որ ինչ անի, քեզ որ 10,000 դրամը տան, դու այդ 10,000-ով կբավարարվես, դու 40,000 դրամով դու 40,000 դրամով կարող ես ապրել, դե վերցրու եւ ապրի։ Կամ այդ թոշակառուին ասում է Երևան քաղաքում քու բնակարանը տուր վարձով դու գնա քաղաքից դուրս ապրի։ Դե դու գնա քաղաքից դուրս ապրի։ Այսինքն այդ գումարները անգամ մարդկանց դեղորայքի կոմունալ վարձերը մուծելու համար բավարար չէ։ Ձմռանը կեսը նույնիսկ ես գիտեմ դեպքեր, երբ որ մարդը ծրտահարության դեպքով պայմանավորված թոշակառուն մահվան ելքեր է գրանցվել։ Այսինքն մարդը հանապազորյա հացի խնդիր ունի եւ ասում է բայ 10,000 դրամը տանք ինչ անի։ Դու կարաս 40,000 դրամով ապրես։ Դե այդ փողը քեզ տան ապրի 40,000 դրամով։ Աբսուրդ է, չէ՞ դա։ Ընդ որում առողջական խնդիրներ էլ չունեք թոշակառուների նման։ Իհարկե։ Ես նաև ուզում եմ այս կոռուպցիոն դրսևորումներից խոսենք։ Ես օրեր առաջ նաև ազգային ժողովի ամբիոնից եմ բարձրաձայնել։ Ասֆալտի հետ կապված։ Ասֆալտի հետ ասֆալտը։ Փաստորեն դուրս եկավ ասֆալտը չի։ Տասնյակ մեքենաներ Այո, օրեկան ոչ թե տասնյակ, հարյուրավոր մեր հայրենակիցներ իրենց գույքն են վնասում։ Հարյուրավոր մեր հայրենակիցներ ճանապարհատրանսպորտային պատահարի զոհ են դառնում։ Պարոն Դանիելյան, հարյուրավոր մեր հայրենակիցներ ստիպված են այդ խրամատներում այդ փոսերը արդեն խրամատ են դառել։ Այդ խրամատներում հայտնվելու եւ իրենց գույքը եւ կրկնում եմ իրենց անվտանգությունը։ Պարոն Դանիելյան, բայց ասֆալտը այս իշխանությունների կարծես թե ամենամեծ նվաճումներից էր։ Ինչ եղավ։ Ինչը սխալ գնաց։ Գիտեք ինչ, իրենք պետական պարտքը 7 միլիարդով ավելացրել են եւ ասում են, դե մենք ասֆալտ ենք անում։ Պարզվեց, որ ասֆալտ չեն անում։ Ոչ նորմերն են ապահովում, ոչ որակն են ապահովում, ոչ հաստությունն են ապահովում։ Մենք տեսնում ենք անձրևին կարող է բերեն մի կիսամաշ մեքենայով, այդ զլերով բերեն, չգիտեմ, այդ ասֆալտը անձրևի տակ լցնեն այդ փոսերի մեջ եւ այդ փոսալցման աշխատանքներից հետո հաջորդ օրը ավելի մեծ խրամատ է դառնում։ Մեր հայրենակիցները կատակում են, ասում են այնքան մեծ է, որ կարան կտեղ արդեն բան անենք, ձուկ պահենք։ Մենք տեսնում ենք նաև, որ այնքան փոսերը մեծ են, որ մարդիկ ստիպված են անվադող դնելու, ստիպված են, չգիտեմ, կենցաղային այլ տեխնիկա բերելու դրել, որ հանկարծ այդ փոսի մեջ չհայտնեն փոսը։ Նոր ուրեմն ասֆալտը որ կա, նոր փռած ասֆալտը որ կա, այդ ասֆալտն էլ մի քանի ամիս չի դիմանում։ Կան իբր հիմնանորոգված ճանապարհներ, որը շեբին է դարել։ Բայց Տիգրան Ավինյան ասում է աղն է մեղավոր, աղն է քայքայ։ Գիտեք ինչ, դա էլ է ծաղր մեր ժողովրդին, էլի։ Դու ում ես ուզում հիմարի տեղ դնես։ Այսինքն այդ միլիարդավոր դրամների այդ ծախսերը, որ կան ասֆալտապատման, ուրեմն դուք ինչա մտածում եք, որ ամեն տարի մեր հայրենակիցների գրպանը պետք է մտնեք, ամեն տարի պետք է մտնեք այդ գրպանը մտնեք ու այդ փողերը քաշեք, թե ինչա ձեր տարբեր փոխկապակցված անձանց միջոցով այդ ասֆալտի տենդերները շահվեն եւ մեր հայրենակիցները լրացուցիչ էլի գումարներ վատնեն, այսինքն ամեն մի քանի ամիսը մենք պետք է վճարենք, հարկեր վճարենք, որ ինչա թե մարդիկ են հարստանում։ Ինչի մասն է խոսքը։ Եթե մի բան անում ես, պետք է հիմնովին անես, թող ուսումնասիրեն միջազգային փորձը, տարբեր երկրների 1000 մի հատ տեսանյութեր կա համացանցում, տեսնեն այդ կատարված ասֆալտը ավելի սաստիկ պայմաններում, ավելի բնակլիմայական պատիկներով անգամ ավելի սարսափելի, չգիտեմ, այդ մինուս 15-ել, 20-ել, 30 աշճան երկրներ կան, չէ՞։ Բայց այնտեղ քիչ տենց լինում։ Քիչ այնտեղ այդ ճանապարհը քանդվում 1 ամիս, 2 ամիս հետո։ Ճանապարհը կառուցում են առնվազն 5-6 տարի գնում է այդ ճանապարհը։ Բայց ո՞նց են կառուցում այդ ճանապարհը։ Նորմալ ճանապարհներ են կառուցում եւ այնտեղ էլ ես վերջերս նաեւ Եվրոպայում էի, այն կազմակերպությունները, իդեպ մեկ անձից գնումների ես օրինակը բերեցի իրենց, ասում եմ մեր մոտ մեկ անձից գնում հասկացողություն գոյություն չունի։ Այնից դե 60%-ը մեկ անձից գնումներով է կատարվում։ Այսինքն կոռուպցիոն ռիսկերի հիմնական աղբյուրը դա է։ Այո։ Եվ այդ տենդերները, որ շահում են այդ մարդիկ, այդ կներեք, բայց թքած կպցրած այդ ժողովրդական լեզվով ասած այդ ասֆալտը կամ շինարարությունը, տեսնում ես մի քանի ամիս էլ ամսվա կյանք էլ չունի։ Եվ դա կրկնում եմ մեր հարկատուների հաշվին։
Եվ այնտեղ նման բան անգամ գոյություն չուներ այդ եվրոպական երկրներում, որ ես ներկայի եւ տեսնում էի, ինչա կատարվում, ուղղակի սար ու ձոր։ Եվրամիություն գնացող քբրական թիմը կարող է գոնե օրինակ վերցնել դրանից, այո, եւ նույնց եմ կրկնում, հետևից գնալու, մեղավորների պատասխանատվության ենթարկելու ոչ կամք կա, ոչ ցանկություն կա։ Եվ մենք տեսնում ենք, որ ծանոթ բարեկամ, այն որ ասում են ծանոթ բարեկամ չի լինելու, խավոր սանիկ չի լինելու, խնամի ծանոթ չի լինելու, ընկեր, չգիտեմ, էս չի լինելու, բայց ո՞նց է լինում, որ լինում է։ Այսինքն ամեն ինչ շատ ավելի քան պարզ է, չէ՞, ինչա կատարվում։ Եվ մեղավորներ չկան։ Եվ կրկնում եմ, սրանից ով է տուժում մեր հայրենակիցները, մեր քաղաքացիները, որոնք իրենց գրպանից վճարում են այդ միլիարդավոր դրամների, դոլարների մսխման համար, որ մեր պետական պարտքը, կրկնում եմ, կրկնապատկել են արդեն 7 միլիարդից ավել պարտք են վերցրել։ Պարոն Դանիելյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, այսօրվա իմ հյուրն էր Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Գառնիկ Դանիելյանը։ Կհանդիպենք վաղը։